Բարև ձեզ, ինչպես գիտեք, CVKM-ը հարցում էր արել ազգային անվտանգության ծառայությանը կապված Եզրաս arczepiskopos-ի, այսինքն Կտրիչ Ներսիսյանի եղբոր ԱԱԾ ագենտ լինելու հետ եւ ԱԱԾ-ն մեծ տվյալներ է տրամադրել, համաձայն որի Եզրաս arczepiskopos-ը, այսինքն Կտրիչ Ներսիսյանի եղբայրը հանդիսանում է պակ գործակալ։ Նա 1986-ից 1988 թվականներին 1986-ին հավաքագրվել եւ 1988 թիմը մինչեւ եղել է KGB-ի ագենտ։ Նաև ԱԱԾ-ն հայտնել է, որ այժմ էլ տվյալներ ունի, որ Եզրաս Ներսիսյանը համագործակցում է երրորդ երկրի հատուկ ծառայությունների հետ։ Այս տեղեկությունները տարածվել են ավելի քան 24 ժամ առաջ եւ որևէ կերպ ոչ Կտրիչ Ներսիսյանը, ոչ նրա եղբայր Եզրաս Ներսիսյանը չեն հերքել։ Փոխարենը այս տեղեկությունները KGB-ի մեթոդներով հերքելու, ծաղրելու մեթոդներին անցել ողջ ընդդիմադիր եւ այսպես կոչված չեզոք եւ անկողմնակալ դաշտը։ Ուրեմն պատգամավորներ կան ազգային ժողովի Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ եւ այլն, որոնք մի մասը հերքում են, որ Եզրաս Ներսիսյան հանդիսացել է կամ KGB-ի կամ ՊԱԿ գործակալ, թե դու ինչու ես պարոն Մանուկյան կասկածի տակ դնում կամ համոզված պնդում, որ այդ հրապարակված փաստաթուղթը կեղծ է, երբ որ անգամ Եզրասը լեզու ունի, բերան ունի, չի հերքել այդ փաստը։ Մյուս հատվածը փորձում են ծաղրելով, անլրջացնելով թեման, ուղղակի դա KGB-ի մեթոդ է, որ մարդիկ ծաղրում են, անլրջացնում են, որպեսզի մարդիկ չկենտրոնանան բուն խնդրի վրա, հիմնական խնդրի վրա։ Ու ինչ են ասում են, որ այդ տեղեկությունները հայերեն են ռուսերենով չի, եթե իրոք ՊԱԿ գործակալ է, ինչու է այդ թուղթը, որի համաձայն որի ըստ էության ապացույց է հանդիսանում, հայերենով գրված։ Եվ այդ պատասխանը գիտեք լավագույնս ով է տվել։ Նախկին ԱԱԾ տնօրեն Միքայել Համբարձումյան։ Դե բլանկը թվագրված է 2001 թվականի ամսաթվով, եթե ես չեմ սխալվում։ Եթե 2001 թվականին է կազմված, կարող է նաև հայերեն լինել։ Եթե գաղտնազերծվել է այդ տվյալը, տեղեկությունը ինքնիանով, այսինքն գաղտնազերծել են ոչ թե այդ փաստաթուղթը, գաղտնազերծվել է գործակալ լինելու փաստը։ Եվ ինչպես հնարավոր կներ ավելի մեծ վստահությամբ հերքել ԱԱԾ տարածած այս փաստը, ուղղակի նախկին մեր ԱԱԾ տնօրենները կարող էին ասել, որ գիտեք, մենք եղել ենք ԱԱԾ տնօրեն, տիրապետել ենք այդ տեղեկատվությանը, գիտենք ՊԱԿ բոլոր գործակալներին, որոնք հիմա ինչ-որ նշանավոր մարդիկ են, եւ Եզրաս Ներսիսյանը չի հանդիսանում ՊԱԿ գործակալ։ Բայց ինչպես վստահ եմ հասկանում եք, որևէ նախկին ԱԱԾ-ական կամ ԱԱԾ տնօրեն այդպիսի պնդում չի արել, սկսած Սերժ Սարգսյանից։ Ավելին, Սերժ Սարգսյանը դատից հետո ճեպազրույց է տալիս լրագրողներին եւ ի պատասխան այդ հարցի ասում, գիտեք, ես ընդհանրապես չեմ էլ հետաքրքրվել, թե ով է եղել ԱԱԾ ագենտ, առավել եւս ասում է, չեմ հետաքրքրվել, թե ով է եղել ՊԱԿ գործակալ։ Այսինքն, ասում է, ընդհանրապես չեմ հետաքրքրվել այդ թեմաներով։ Մարդը եղել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ապա նախագահ, եւ ասում է, որ ընդհանրապես իրեն չի հետաքրքրել, թե ովքեր են հանրային, քաղաքական դաշտից, հասարակության բարձր վստահություն կամ հեղինակություն ունեցող անձանցից հանդիսանում երրորդ կամ հանդիսացել երրորդ երկրի գործակալ կամ ՊԱԿ գործակալ ով է հանդիսացել, որովհետեւ եթե մարդը ՊԱԿ գործակալ է, մեծ է ռիսկ կամ հավանականությունը, որ նա կշարունակի իր ծառայությունները մատուցել արդեն ռուսական KGB-ին, այսինքն երրորդ երկրի հատուկ ծառայության, բայց այդ տեղեկությունը ընդհանրապես անգամ չի հետաքրքրել Սերժ Սարգսյանին, հասկանում եք։ Դե բնական է դրա համար այդ մարդու ազգային անվտանգության ծառայության տնօրեն լինելու ժամանակ եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27։ Այսպիսի մոտեցմամբ բարձր որ այդպես է պետքա լիներ մարդու կառավարած հիմնարկում։ Ավելին, ես փորձեցի նայել նախկին մեր մյուս ԱԱԾ տնօրեններին, որոնք հիմա արդեն Պայեստազորի սպաների միություն են հիմնել, ընդդիմադիր գործունեություն են ծավալում, ասեցի նայում ես 5 հոգից տեղ նախկին ԱԱԾ տնօրեն կա, վերջերս թոշակի ուղարկված։ Դրանք էլ իրանք ինչ են ասում, կարող է իրենք են ինչ-որ տեղեկությունների տիրապետում, իրենք են ծանոթացել այդ ցուցակին։ Եվ ո զարմանք Պայեստազորի սպաների միության Facebook-յան էջի վերջին հրապարակումը, այսօր ԱԱԾ-ականների օրն է, դա ինչ նորաբար դրանց առաջին հրապարակումը նոյեմբերի 20-ի հրապարակում է, որևէ խոսք չկա կրկին այս թեմայով։ Ասեցի Արթուր Վանեցյանի էջը նայում, նա ակտիվ քաղաքական գործունեություն է վարում, ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծել, վերջին ԱԱԾ տնօրեններից է,
քար լրություն է մարդու Facebook-յան էջում եւս ընդհանրապես իր հրապարակային գործնեության մեջ այդ թեմայով քար լրություն է եւ միայն ընդդիմադիր մյուս հատվածը սկսում է հերկել Կտրիչ Ներսիսյանի փոխարեն իսկ ԱԱԾ տնօրեն Միքայել Համբարձումյանը ազատության սարքած պատրաստած ռեպորտաժի մեջ հիմնավորում է թե ինչու կարող է դա լինել հայերեն լեզվով Չնայած նորից կասկածի տակ դնելով այդ փաստաթուղթը ընդհանրապես կամ Եզրած Ներսիսյանի բակ գործակալիները ու ավելին ասում է հա դե ինչ անենք որ կարող է լինել ասենք դա իր հայրենիքն է եղել է բակ գործակալ հայրենիքն է եղել հասկանում եք բակը կամ KGB-ն սովետական KGB-ն այն կառույցն է եղել որը հետապնդել է այլ սովետի կամ ԽՍՀՄ այլախոհներին ազգայնականներին անկախականներին, հասկանում եք, Հայաստանի անկախության համար պայքարողներին այլախոհ է որակել ու ընկել դրանց հետևից, այսինքն եւ ո՞նց անգել այդ մարդկանց հետևից։ Եզրած Ներսիսյանների դանոսներով։ Այդ դանոսչիկը, դասական դանոսչիկը Եզրած Ներսիսյանի նմաններն են։ Նա ու նրա նմանները։ Ասում է իր հայրենիքն է եղել։ Այսինքն այդ տրամաբանությամբ 1937 թվականին Չարենցի հետապնդողները, Չարենցի դեմ դանոս գրողները, Չարենցի գնդակահարողները, սպանողները իրենց հայրենիքի համար են արել։ Ինչը բանա, վատ բանա իր հայրենիքի հատուկ ծառայությանը ծառայելը կամ դանոս գրելը։ Հասկանում եք։ Այսինքն կամ Նժդեհան գաղափարախոսությանն է, չէ, առաջ տանում հանրապետական կուսակցությունը։ Հիմա արտահայտվելու բան չունեն։ Նժդեհ պայքարում էր այդ դանոսչիկների դեմ, Նժդեհ պայքարում էր սովետական KGB-ի բոլշևիկների դեմ։ Հիմա Նժդեհի հետևից ընկած մարդկանց դուք որակում եք որպես հայրենասեր իրենց հայրենիքի հատուկ ծառայությունների հետ համագործակցել, ինչ ա եղել որպես ինչ խնդիր։ Բայց ամենազավեշտալին այն է, որ հայր ասողիկի շուրթերով Եզրած Ներսիսյանը հաստատել է, որ ինքը այո KGB գործակալ է եղել եւ ես խորը կասկածներ ունեմ, որ նաեւ եւ համաձայն ԱԱԾ տվյալների նաեւ հիմա էլ շարունակում է համագործակցել արդեն ռուսական KGB-ի հետ կամ ինչպես է կոչվում FSB-ին է թե ո՞րն է, չգիտեմ։ Հայրասողիկը ասում է հայոց պատմության նորագույն շրջանից անգետ անձինք խորհրդային Հայաստանի պետական կարգից ու դրվածքից անտեղյակ մարդիկ խորհրդային իրականության պետություն եկեղեցի փոխհարաբերություններից բացարձակապես գաղափար չունեցողներ ովքեր այսօր դարձել են պետական պաշտոնյա արկածախնդրորեն իբր շշմեցնող տպավորություն կորցող մի փաստաթուղթ են շրջանառում հայոց եկեղեցու սպասավորներից մեկը KGB գործակալ է տգիտությունը եւ պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա հարգելի պաշտոնյաներ բավ է խելքի աշեցեք գնացեք ու զրուցեցեք ցանկացած պարզ արխիվագետ պատմաբանի հետ գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք որպեսզի ձեզ համար պարզ լինի թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել KGB-ի գործակալ միայն այն որ այդ պետական մարմինն իրականացրել է հայոց հայրենիքի անվտանգությունը եւ հայ ժողովրդի պետական հասարակական գաղափարական ու հոգեվոր պահպանությունն ու պաշտպանությունը բավարար է տեսնելու ձեր մտադրության ու արարքի սնանկությունը այս խոսքերով հայրասողիկը Եզրած Ներսիսյանի փոխարեն ընդունում է որ Եզրած Ներսիսյանը եղել է պակ գործակալ եւ դա արդարացնում է հայրենասիրությամբ որ դա եղել է հայրենասիրական մղումներից ելնելով հասկանում եք բավ է մի մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին ինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել այսինքն աթեիստական երկրում եւ մարդկանց հետապնդած KGB-ն այլախոհներին, այսպես կոչված, ազգայնականներին հետապնդած KGB-ն եղել է հայրենասիրական մի հայրենասիրական կառույց, մի Հայաստանի դարդերով մտահոգված կառույց։ Ասում է բավ է մոլորեցնեք բարեմիտ ժողովրդին, ինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել։ Հիմա ո՞րն է ճիշտ։ Այս մարդը եղել է հայրենասեր KGB-ի ագենտ այդ դրանից դրդված գնացել դարձել Եզրասը։ Թե հրապարակած թուղթը կեղծ է։ Հիմա իրանք գիտեք ինչ են անում։ Մի քանի տարբեր վարկածներ են շրջանառում, որ դու չիմանաս որին adekvat արձագանքես, որովհետև բոլորը անադեկվատ մեկնաբանություններ են։ Մեկը հերքում է, մեկը Գեղամանուկյան հանրացած Լատվիայի օրինակները ռուսերենով, այն մյուսը չգիտես ինչ ձևով է հերքում, այն մյուսը անլրջացնում է, հասկանում եք։ Եվ Պասկևիչյանը ամենա ողորմելի բանը որ կարելի անել Պասկևիչյանի արածներ ուրեմն ասում է կարող է մարդը չի դիմացել ճնշումներին
եւ դարձել է KGB-ի գործակալ։ Ինչ կա դրա մեջ։ Այ քեզի բան, հասկանում եք։ Ասում հա, ու ասում է նշված անունով մարդը պետական բարձր պաշտոնյա է, պաշտոն է զբաղեցնում, ուժային կառույցում է աշխատում, ազդեցիկ հասարակական գործիչ է։ Եզրասի մասին ասում։ Ու ասում է ինչպես օրինակ տանում Իոնիսյանը։ Մարդ է, գուցե չի դիմացել ճնշումներին, հավաքագրվել է։ Այդպես սովետի տարին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքագրվել։ Պարոն Պասկևիչյան, կարող է դուք եք չեք դիմացել ճնշումներին, հավաքագրվել եք, հիմա այսպիսի չընթրոտեսկի տեքստ եք գրել, որպեսզի արտահայտեք հետագայում հնարավոր ձեր բացահայտումը նույնպես։ Չէ նշանակում մարդը կարող է ճնշումներին չի դիմացել, հավաքագրվել այ քիզ բան, եք ընկել մարդու հետևից։ Էդ ինչ բարձր պաշտոն ես զբաղեցնում, մի չէ թող KGB-ի ագենտ է, այ քեզ բան։ Այ քեզ բան։ Դուք հասկանում եք հիմա դրա համար ենք ասում, որ օրինակ ես ինչի համար եմ եկեղեցու այս թեմաներին քիչ բայց անդրադառնում։ Որովհետև սա միայն հոգևոր հարց չի, սա ազգային անվտանգության հարց է, ու ցանկացած քաղաքացի պարտավոր է եւ իրավունք ունի արտահայտվել։ Ու այո, Կտրիշ Ներսիսյանը հատկապես այս բացահայտումից հետո պարտավոր է, ուղղակի պետք է հեռանա, այլ տարբերակ չունի։ Սա արդեն ոչ միայն հոգևոր հարց եւ ոչ միայն քրիստոնյաների եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների հարցն է, այլ հայաստան ցանկացած քաղաքացու հարցն է։ Սա ազգային անվտանգության հստակ սպառնալիքի ու Կտրիշ Ներսիսյանը պետք է հեռանա։ Այսքան։ Եթե դա այդպես է, եթե ԱԱԾ-ն հաստատել է եւ այսպես որ գաղտնազերծած այդ տեղեկատվությունը տրամադրել է լրատվական միջոցին, դա իմ համար, չգիտեմ, բացառիկ նախադեպը չունեցող դեպք է։ Պարզապես չեմ հասկանում, թե իրավական ինչ հիմքերով է գաղտնազերծվել նման փաստաթուղթը։ Ես չեմ կարողանում հիշել, մտաբերել, որ նախկինում այսպիսի դեպք տեղի ունեցած լինի։ Եվ չեմ էլ կարող ասել, անկեղծորեն են ասում, չգիտեմ, թե ինչ իրավական կարգավորումների հիման վրա է գաղտնազերծումը կատարվել։ Մի մարդու վերաբերյալ ով ողջ է եւ այդ մարդու վերաբերյալ փաստացել գաղտնազերծես ու հրապարակես, չեմ հասկանում, չեմ պատկերացնում, թե իրավական ինչ գործիքակազմով է դա արվել։